այսօրվա վարչապետը Նիկոլ Փաշինյանը իրեն ինքը ամեն ինչ անելու է եւ իրեն ձեռնտու է, որպեսզի նախկին նախագահներից որևէ կամ բոլորը միասին լինեն իր հակառակորդները։ Որովհետեւ միայն այդ դեպքում է նրա համար հեշտ ասել դու գործարաններ եք թալանել, էս եք արել, դրոններ չեք արել, զինված ուժերը չեմ զարգացրել։ Լսում են այդ գիտեք, ես ամեն օր գնում եմ մարզեր, հիմա ամեն օր գրեթե չկա օր, որ մենք գյուղերում չլինենք, մարզերում չլինենք, տարբեր տեղեր։ Այո, մեծագույն մարդիկ եւ տեսնում են հստակ մարդիկ այդ ամենը, խնդիրները, այո, հասկանում են եւ գիտեք նաեւ մարդիկ ինչ են ասում են, որ այս երկու համակարգերը իրար լրացնում են, իրար պահում են եւ նրանք եւ սա նաեւ մեր ժողովուրդը նաեւ տեսնում են։ Թող երկուսն էլ մերժեն։ Նայեք, բայց քանի դեռ մասնակցությունը ընտրություններին լինում է, ապա այդ դեպքում ընդդիմության միավորում էլ չի լինում։ Հիմա տեսեք, ես այո, ընդունում ենք, որ պաշտոնաթող նախագահները իրենց խոսքով, գործով անընդհատ ինչ որ փորձում են բան անել եւ չնայած տարիքին նաեւ պատկառելի աշխատում են եւ այլն, բայց եթե դրա արդյունքում չի ստացվում եւ մեկ է, եթե միշտ հարցը կանգնում է լավ, այսպես ասենք, նախկինը թե ներկան, հաղթում է Նիկոլ Փաշինյանը, որովհետև այս համակարգը այդպես է կառուցված։ Արդյունքում ինչ է ստացվում։ Մենք ունենք մեր քաղաքացիների մեծագույն մասը, որոնք չեն պարզապես մասնակցում ընտրություններին,